Ինչևէ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասին խոսեցինք, ով Բաքվից եկավ Երևան, չէ՞, ու Բաքվում հետաքրքիր շնորհակալությունների, շնորհավորանքների տարափ էր հղել հենց նույն Ալիևին, ով ըստ էության համակարգողն էր այն խաղաղության, որը Ալիևն էլ ասում է, դե փաստացի ըստ էության արդեն խաղաղություն կա։ Հիմա մի այսպիսի հարց էլի քննարկենք իրար հետ։ Եթե կա խաղաղություն, եթե իրենք երկուստեք կարողանում են շատ լավ բանակցել, իրենց միջնորդ պետ չի Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, ասում մեզ երրորդ անց պետ չի, մենք իրար հետ ավելի լավ ենք բանակցում։ Ուղիղ կապ ունենք, ինչ գլուխ էր կողում, մենք հատուկ կապ ունենք իրար հետ օպերատիվ։ Լավ, այդ դեպքում, եթե դու սիրում ես քո ժողովրդին եւ այս ամբողջ ընթացքում այդ սրտիկն էլ աղավաղեցին, հիմա այն որ դուխով բառը չես կարող օգտագործել, սրտիկ անել չես կարող, ոնց որ դիտավորությամբ փորձում են այն բոլոր սիմվոլիկաները, որը օգտագործում է ամենօրյա ռեժիմով աղավաղել։ Հիմա ինչն էր իրեն խանգարում իր սիրելի ժողովրդին եւ թեկուս հենց այդ Արցախահայության նվեր անել, այդ քաղբանտարկյալների հարցը լուծել ու ասել ժողովուրդ ես այսքանը արեցի, բայց եկեք չխոսենք օրինակ արցախցիների վերադարձի մասին, բայց չէ ինքը ավելին արեց։ Իհարկե ես լիովին հանկարծ սխալ կարծիք, թյուր կարծիք չձևավորվի, որ ես դեմ եմ արցախցիների վերադարձին, բայց քանի որ նա դա ներկայացնում է, որ դա մեր լեգիտիմությունն է ոչնչացնում, ինքնիշխանությունն է, մենք դա չենք անի, այո, դուք պատերազմ եք ուզում, եթե ասում եք, բայց լավ, գոնե եթե դու մի փոքր սիրում ես քո ազգին եւ եթե մի փոքր ուզում ես, որ այդ ազգը քեզ սիրի, այսինքն այդ սրտիկը, որ անում ես, իմաստը հասկանում ես այդ սրտիկի։ Ազգը շարունակի իրենից Հաստատի դու գոնե փորձի ինչ որ մի ձև կոմպենսացնել, որովհետեւ մենք խոսում ենք քաղբանտարկյալներից եւ միևնույն ժամանակ մենք չենք կարող չխոսել մեր ռազմագերիներից եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտայից, ովքեր այնտեղ ուղակի խոշտանգվում են զուտ նրա համար, սպանվում են, որպեսզի Նիկոլն ու Ալիևը ճանաչած Արցախը ու ինչ է ասում է իրականում վաղուց է եղել Արցախը Ադրբեջանի կազմում, միջազգային հանրությունը ընդունել է, որ հա, բայց ինքը իր իսկ հրապարակած փաստաթղթերով քարկեց իր ասած հիմարությունների վրա ու նկատեցիք, եթե փաստաթղթերը հրապարակվեց ու մի հատ ծպտուն չեն հանում, էլ չի խոսում այդ փաստաթղթերից, որտեվ հայ ինքը այն կարծիքի է մեր մասին, որ ինքը ինչ կասի, մենք անգամ չենք էլ կարդա, բայց ի զարմանս իրեն հայ ժողովուրդը կարդաց այդ փաստաթղթերը ու տեսավ, թե 30 տարի հայկական իշխանությունները ինչպես են բանակցել Արցախի ինքնորոշման իրավունքի մասով, ինչի են հասել, որտեղ են հասել, որ նույնիսկ Ալիևը չէր կարողանում թաքցնել են հանգամանքը, որ այս տրամաբանությամբ երբեք որևէ ակնկալիք չէին կարող ունենալ, որևէ ակնկալիք ընդհանրապես։ Հիմա էլ չնայած ինչ որ վերադարձի իրավունքների հավասարության մասին է խոսում, երբևէ չի եղել, ինչ որ ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան համեմատել կամ հավասարեցնել արցախահայերի իրավունքների հետ։ Դու ասեցիր, թե ինչի նույնիսկ գերիներին վատ բառով եմ ասում, լավություն չարեցին մի քանի հոգու հետ չվերադարձին, շատ պարզ, որտեվ Ալիևը եւ Թուրքը պիտի իր գերակայությունը հաստատի հայ ժողովրդի նկատմամբ, որտեվ Նիկոլը ունի հանձնարարական մեզ պահել հոգեբանական տերորի մեջ։ Մենք պիտի մշտապես լինենք զոհի, վախեցածի, Ալիևը պիտի լինի բարձրունքում, մենք իր առաջ պիտի կզած լինենք, որովհետեւ Նիկոլի հանձնարարությունը դա մեզ հաղթանակած ազգից վերածել է պարտվածի, գերու, խոշտանգվածի, ինքը ուզում է մոռացության տա անգամ են հիշողությունը, որ մենք երբևէ եղել ենք հաղթած պետություն եւ երկու հայկական պետություն ենք պահել, ունեցել ենք 42000 քառակուսի կիլոմետրից ավելի հայրենիք։ Այս սրա մասին է։ Եվ երբ որ ասում եմ այդ նույն եվրոպացի գործատուի Նիկոլի եվրոպացի գործատուի կեղծավորությունը, որ սկզբունքը միակ որ իրենք ունեն կեղծավորությունը, որ այդ նույն Ալիևը, որի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել, մեզ չգիտես ինչի միայն վախեցնում էր, որ հետևանքներ են լինելու ուկրաինական եւ մոլդովական, բայց Ալիևի հետ ինչ-որ կոնկրետ համաձայնությունների մասին է, էլի, այնտեղ տնտեսականից մինչև քաղաքական պայմանավորվածություններ, այսինքն հավասարը հավասարի հետ այնտեղ է ինքը եղել։ Այն մարդու հետ, ով մինչև արմունկները խրված է հայի արյան մեջ։ Իր եվրոպական արժեքներից որի մեջ է մտնում այդ արյունաշաղախ ձեռքերի հետ համաձայնության գալը, կամ այդ նույն Ալիևի վերաբերյալ եվրոպական տարբեր պետությունների դատական ատյանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կա, որով իր վարչախմբի կողմից հաստատված փաստերով կաշառել են այս կամ այն եվրոպական կառույցի պաշտոնյային, падգամավորին, քաղաքական գործչին։ Իրանց հետաքրքիր է այդ ամեն ինչը, չէ։
այ երեսպաշտության, կեղծավորության եւ քաղաքական հարմարավետության իրենց համար քաղաքական հարմարավետության հարց է։ Դրա համար իրենք ոչ հիշելու են Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, ոչ գերիների մասին են անգամ խոսելու։ Գիտեք, մեզ այնքան ցած է շպրտել Նիկոլը, որ գիտե առաջ գոնե մի 3-4 տարի առաջ գալիս էին ձևի համար մեր ականջներին հաճո դառնալու համար ինչ որ տեքստեր ամեն դեպքում ասում էին։ Հիմա իրենք գիտեն, որ մենք ընդհանրապես ոչ գործոն ենք, ոչ անգամ որոշումների կայացման այդ շղարշի մասնակից ենք, չեն հարկ համարել անգամ ուղակի հիշատակել գերիներին, Մենք հասկանում ենք, չէ՞ որ հիշատակություններ իրենից չի ենթադրում ինչ որ գործողություններ, չի ենթադրում ինչ որ աշխատանք, բայց նույնիսկ դա չեն անում իրենք, որտեվ իրենց անհրաժեշտ չի։ Գնացել է այնտեղից ստացել է այն ինչ որ իրեն անհրաժեշտ է, եկել է այստեղ ես վստահ եմ որպես միջնորդ հիանալի աշխատել է։ Ալիևից ճշտել է թե Նիկոլը որ ժամկետում ինչը չի արել կամ որ ժամկետում ինչը պետք է անի ու եկել Նիկոլին ասել է։ ԵՄ սամիթի շրջանակներում ենթադրում էինք, որ գոնե որպես նվեր հենց Փաշինյանի այս նախընտրական այս process-ին ԵՄ-ն նվեր կանի եւ մի քանի գոնե մեր հայրենակից կվերադառնա, բայց նույնիսկ դա չուզեցին անել ու փոխարենը ինչ արեցին, փոխարենը ավելի լարվածություն սեփ խրեցին հայ-ռուսական հարաբերություններում ու հիմա փաստացի Ուրսուլան եկել ասում է, որ գումարը կտանք, այն 18-ն էլ կտանք, խնդիր չկա, բայց Աննա ջան, հասկանանք էլի ու բացատրենք մեր հայրենակիցներին, լավ այդ փողը տվեցին։ Այսօր էլ ասում էր, որ Ծիրանը տենց բնավորություն ունի, մի տարի աճում է, մյուս տարի բերք չի դառնում եւ այլն, տենց ինչ-որ ձևակերպումներ են անում։ Լավ, այս տարի արտահանման բան չկար, հա, հանգիստ ապրեք։ Հա, հիմա փաստացի, լավ, հիմա սուբսիդավորեցին այդ տանելը փոխադրումները ու սուբսիդավորում են մեր գրպանից իրականում, որովհետեւ մեր հարկից։ Այո, որտեղ մի քանի շաբաթ առաջ մեր քաղաքացիներ ուղակի շատ པարզ ասենք, դուք բոլորդ երևի գնել եք մի քանի ամեն մեկը, մի քանի տոննա ելակ, չիմանալով դրա մասին, որովհետեւ Նիկոլը որոշել էր, որ իր քաղաքականություն եւ վերընտրվելու հանգամանքը լուծելու համար պետքա դու Ժանջան մի քանի տոննա ելակ առնել։ Լավ, մյուս տարի թե այդ գյուղացին պետք է բերքին ասի, խնդրում եմ չհաջես, մինչև տեսնենք ինչ ենք անում։ Դու ասացիր, որ եվրոպացի գործատուն Նիկոլի միլիոնները տալիս է ու դրանով փորձում են հարցը լուծել, բայց այդ միլիոնները ոչ Հայաստանին է տալի, ոչ Հայաստանի քաղաքացի է։ Դա Նիկոլի, նորից եմ կրկնում, կներեք բառի համար, ջեբի փողն է, որ ինքը կարողանա այստեղ կազմակերպել, շարունակել կազմակերպել իր իշխանազավթումը։ Դուք ուշադրություն դարձնեք, որտեղ է գնում այդ գումարները եւ որտեղ է այս ընթացքում գնացել այդ գումարները։ Այդ գումարները գնացել իրավապահ համակարգը տասնյակ ինչ որ հատուկ տեխնիկաներով զինելու համար են նռնակները, որ մեր վրա գցում են, ոստիկանների քանակը մի քանի հազարով ավելացնելու, քննիչների եւ դատավորների աշխատավարձը բարձրացնելու, որ հանգարտ մտներով չանցի Նիկոլի ասածը չանելու։ Այս sense բաների վրա են իրենք կարողանում իրենց վերահսկողությունը հաստատել ու Նիկոլի հետ կարողանան կառավարելի դարձնել Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ էության շատ ուղղակի, այլևս չթաքցնելով, որ իրենք միջամտում են մեր ներքին գործերին, չեն էլ թաքցնում։ Ուղղակի ասում են ինչն է իրենց դուր գալիս, ինչը դուր չի գալիս, ինչ պիտի արվի։ Մեր ԱԳՆ-ն այլևս ոչ միտեղ գործոն չի, այդ բառն էլ անգամ ծիծաղս գալիս է ասելու արդեն ԱԳՆ-ն գործոն, որտեվ Օմեգան էլի թուրքի գործակալն է այնտեղ նստած, մենք բոլորս մեզ համոզում ենք, որ ԱԳՆ ունենք կամ ինչ-որ արտաքին քաղաքականություն մշակող գերատեսչություն ունենք։ Ոստիկանության մասին խոսեցինք, գիտենք կարծեմ հենց նույնն են, չէ՞, այդ պարեկները, այսինքն իրենց լիազորությունը ավելի մեծացել են, նրանք կարող են եւ զենք գրել եւ ամեն ինչ անել, բայց այդ համատեքստում, երբ մենք խոսում ենք ոստիկանություն, ենթադրում են նաեւ ճանապարհային ոստիկանություն, այդ նույն պարեկը, ով այսօր որպես այդպիսին չի կարգավորում հենց ճանապարհային երթևեկը։ Մենք ամենօրյա ռեժիմով ես էլ դու էլ ես վստահ եմ մեզ հետևող շատ քաղաքացիներ այդ խնդրին առերեսվում են, այդ խցանումներ կոչվածին ու փաստացի խցանումների հետ կապված խնդիրը փորձելով ավելի գրագետ լուծելու փոխարեն ինչ որ նոր օրենսդրական մշակումներ են անում, այսինքն տուգանքի մատերիալ են դարձնում այն պարագայում, երբ հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ մարդը տուգանքի մատերիալ չէ, այնտեղ բալային համակարգ են նաև դա են կիրառում։ Հիմա փորձենք հասկանալ
լավ, այս երկրում կա ինչ-որ մի կառույց կամ ինչ-որ մի ոլորտ, որը այս իշխանությունը կարողանում է հավուր պատշաճի իրականացնել, որովհետև ամեն օր տանից դուրս գալ, օրինակ, հենց ես այն թեթև բաների մասին, այլ չեմ խոսում գնաճի մասին, որը չեն կարողանում կառավարեն, դուրս ես գալիս ու դու չգիտես երբ կհասնես, կամ կյանքդ անցնում է հենց մեքենայի մեջ, երբ քո հետ մեքենայում գոյություն ունեն երեխաներ, ովքեր ունեն բնական կարիքներ, որտեղ մանկահասակ են։ Հիմա փորձենք հասկանալ, լավ, այդ գումարները գոնե, եթե ոստիկանության են տա, կարող են մի փոքր այնպես ուղեն ոստիկանության, որ գոնե խաչմերուկները հագեցվածություն ունենան կամ բարեկների քանակը մեծանա։ Ասացիր մի ոլորտ կա, որ կարողանում են, այո կա, իրենք կարողանում են բռնաճնշումների ենթարկել Հայաստանի քաղաքացիներին, բոլորը եւ ամեն ինչ ուղղված են դրան։ Ինչի՞ համար որ կառավարելի լինի մեր հասարակությունը, իշխանություններից, քաղաքային իշխանությունների կարիքների համար ձևավորված քաղաքացիական ծառայություն իրականացնողներից մինչև ամենա քաղաքականացված Նիկոլի օրոք ուժային ինստիտուտներն ու կառույցները բոլորը զբաղված են միայն դրանով եւ թույլ տուր ասեն, որ իրենց աշխատանքը այդ իմաստով հիանալի անում են, չկա գեթ մեկ Հայաստանի քաղաքացի, ով Նիկոլի դեմ արտահայտված լինի եւ պատժված չլինի, իրենք դա հիանալի անում են, լայքեր հետեւողներ ունեն, բայց ես թվում է հեշտ է Համացանցում ամեն լայքը բաց չեն թողնում, իմ ու քո ամեն զրույց բաց չեն թողնում, մարդիկ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ամրապնդելու փոխարեն գաղտնալսող սարքեր են գնում, մոնտաժող սարքեր են գնում, այս ամեն ինչը շատ բարդ է, իրենք այս ամեն ինչի համար են, յուրաքանչյուրից հեռախոսը գաղտնալսելու նոր հնարավորություններ, յուրաքանչյուրից հեռախոսը մեր լրացուցիչ տվյալների անհատականացումով մեզ հետ կապելու, ինչի համար են դա անում Որևէ մեկը թող չմտածի, որ դա ինչ-որ մաքսային ընթացակարգերը պահպանելու համար է, ես վստահեցնում եմ, ախր իրեն հարգող պետությունը չպիտի նման ձևակերպում անի, իմեյի հետ կապված գրանցենք, որ մաքսանենգությունը, այսինքն ստացվում է մնացյալ կառույցները այնքան անիմաստ են աշխատում, որ այդ գործառույթը պետք է որևէ այլ կառույցի վրա դնել, որ կարողանաս վերահսկել։ Բոլորս պետք է լինենք կառավարելի, ասեմ ավելին, զրկվենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար այսօր սահմանադրությամբ նախատեսված այդ իրավունքների եւ ազատությունների փաթեթից ուղղակի։ Բա որ այդ օրինակ այն տեսանյութերը, որ Նիկոլ Փաշինյանն էլ որակեց, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը ինքն է որոշում տեսանյութը հրապարակել, հանրայնացնել, թե ոչ։ Ինքը ասելա, չէ, որ ազգային անվտանգության կներես, ազգային անվտանգության ծառայության աշխատողն է ինքը, դատավորն է ինքը, կաթողիկոսն է ինքը, ամեն ինչը չի կարողանում այդ ստուգել, արդյոք մաքսանենք ճանապարհով հեռախոսներ ներմուծվում է Հայաստան, թե ոչ։ Այդ աշխատակիցն է մի բանով ստացվում է էլի հանգում ենք այն եզրահանգման, ես համակարծիք եմ քեզ հետ, որ հայ հասարակությանը ուղղակի ոչ թե անտեսում են այլևս հայ հասարակության կարծիքը, այլ կներեք արտահայտության համար հիմարի տեղ են դրել։ Հիմա հարց, մենք ուզում ենք այդ հիմարի կարգավիճակով մնա։ Ես կոնկրետ չեմ ուզում, եւ վստահ եմ դու էլ չես ուզում, եւ վստահ եմ շատ ավելին քան 500,000-ն է մեր հայրենակիցների չեն ուզում։ Հիմա պետք է փորձենք հասկանալ ինչպես այդ չուզենալը արտահայտենք